Անդրադառնանք հայցերի հետ քաշմանը։ Ինչ խնդիրներ են սրանք առաջացնելու Հայաստանի համար։ Խաղաղություն չի լինելու է մոռացություն, այն ամեն ինչ որ տեղի է ունեցել, լինելու է պատմական սխալ եւ պարզապես եւս մեկ անգամ պարտություն միջազգային իրավական ոլորտում։ Հաշվարկված չեն այս քայլերը ձեր դիտարկմամբ։ Ոչ։ Հաշվարկված չեն։ Ես բարբերաբար ասել եմ, որ սա մեզ հարկավոր է, որպեսզի իրավաբանորեն դա սահմանվի։ Ադրբեջանցիները 90-ական թվականներից ի վեր բարբերաբար բարձրացնում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի այդ ռեզոլյուցիաները։ Մենք ռեզոլյուցիա ՄԱԿ-ում չունենք, բայց մենք ունենք դատավարություն, որը կարող է արձանագրել, թե ինչ է տեղ ունեցել հայ ժողովրդի նկատմամբ։ Եվ եթե մենք այդ փաստաթուղթը ձեռք չբերենք, դա կնշանակի, որ հետագայում մենք ընդհանրապես այս թեմայով որևիցե խոսույթ ոչ միտեղ չենք կարող այս թեմայով Դե Ադրբեջանի նպատակն էլ հենց դա է, որ լրիվ փակեն Արցախի հարցը։ Բայց հետաքրքիր ինչու՞ն է, որ Ադրբեջանը թեև պահանջում է Հայաստանին հայցերը հետ վերցնել, բայց ինքը միաժամանակ հայց է ներկայացնում արբիտրաժ։ Նշանակում է, որ ինքը որպես այդպեսին չի բանում պատրաստվում իր կողմից դադարեցնել այդ իրավական պատերազմը։ Ես կարծում եմ, որ հակառակը Հայաստանը պետք է նույնպես շարունակի դիմումներ ներկայացնել տարբեր կոնվենցիաների շրջանակներում։ Ու ինչքան մենք ուշացնում ենք, այդքան այդ դատավարությունների բանը ավելի երկարանալու ու երկանալու։ Այսինքն, եթե մենք հիմա, չգիտեմ, խոշտանգման կոնվենցիայի շրջանակներում Ադրբեջանի նկատմամբ դիմում ներկայացնենք դատարան, դա կնշանակի, որ մենք հիմա սկսում ենք մենակ 10 տարի հետո, 12 տարի հետո նոր արդյունք կստանանք։ Դա ինչքանով է մեզ համար դա շահավետ, հաշվի առնելով ինչպիսի օրհասական վիճակում ենք մենք գտնվում, դա արդեն մեծ հարց է։